Նագույն լավիլետ գյուղակը դարեր շարունակ Փարիզին թարմիս էր մատակարարում, մինչև որ 19-րդ դարակեսին դարձավ նորաձևության մայրաքաղաքի մի մասնիկը։ 1980-ականներին լավիլետում միլիոններ էին ծախսում երաժշտական, գեղարվեստական և գիտական համալիրներ կառուցելու համար։ 3 տարի անց բնակավայրի արևելքում կառուցվեց Զենիթ համերգասրահը։ Որոշված էր 3 տարի անց այն ապամոնտաժվելու է, բայց կանգուն է մինչև այսօր և տեղավորում է 6300 հանդիսատեսի։ Համաշխարհային ճանաչում ունեցող համերգասրահը տարվա մեջ մի քանի անգամ հյուրընկալում է ռոքի ու ժամանակակից էստրադայի սիրահարներին։ Այստեղ ժամանակին իրենց ելույթներով փայլել են Սերժ Հենսբուրգը, Ժան-Ժակ Գոլդմանը, Վանեսա Պարադին, Պատրիսա Կասը, Իվանեսենս, Muse, Deep Purple, Rammstein, Nightwish խմբերը, Մերլին Մենսոնը, Էմիր Կուստուրիցան և այլ։ Շքեղ համերգ է սպասվում նաև առաջիկայում։ Մարտի 26-ին Փարիզի Զենիթ համերգասրահում տեղի է ունենալու Armenian Europe Music Awards մրցանակաբաշխությունը։ Երեկոյի ընթացքում ներկայացվելու է հայկական երաժշտարվեստն իր ամբողջ հմայքով։ Ներկա են լինելու մշակույթի ու արվեստի էպոտաժային դեմքեր և հայտնի հայ գործիչներ։ Ֆրանսիայի սրտում Փարիզում հանդես կգան հայտնի պարային համույթներ և արվեստի այլ ոլորտների սիրված դեմքեր։ Փառատոնի նպատակն է խրախուսելու պարգևատրել հայ արվեստագետներին, նպաստել նրանց ապագա ծրագրերի իրականացմանը Եվրոպայում և Հայաստանում, ինչպես նաև նոր կապեր հաստատել ֆրանսիացի ծագումով հայ գործընկերների միջև։ Armenian Europe Music Awards մրցանակաբաշխությունն ունի մի շարք անվանակարգեր։ Փառատոնի լեյտմոտիվը մշակույթի և արվեստի ճանաչումն ու տարածումն է։ Նպատակն էլ մեկը՝ Եվրոպայի ու Հայաստանի միջև երաժշտական ու մշակութային կապերի զարգացումն ու ամրապնդումը։ Մնում է նրանց բոլորին հանդիպել Փարիզում։